Եթե աշխարհում երբևէ սերը չափող գիտափորձ կազմակերպվի, համոզված եմ, բոլոր ռեկորդները սահմանելու են մայրերը։ Չնայած որևէ գիտափորձի կարիք էլ չկա, յուրաքանչյուրիս փորձը գալիս է հավաստելու, որ միայն մորսերն է անպարտ դուրս գալիս բոլոր փորձություններից։ Նա բացարձակ է, նրան չզևափոխի քո սխալներով, քո ուզել չուզելով, քո հասկանալ չհասկանալով։ Մորսերը կապիտալ է։ Դա այն սիրո չափաբաժինն է, որ հարկավոր է յուրաքանչյուրիս հոգեկան ճիշտ կազմվածք պահելու համար։ Դա այն էներգետիկ լիցքավորումն է, որ ապահովված է ամեն վայրկյան, քանի կա նա, մայրդ։ Այսօր ապրիլի 7-ն է, օրը տնական է, եւ ես մեկ գավաթ տնական սուրճի եմ հրավիրել բանաստեղծուհի, մանկագիր, մանկավարժ, 3 գեղեցկուհիների մայր Նարինե Ավագյանի։ Սկսեցինք։ Շատ շնորհակալություն Նարինե ջան, որ դուք ընդունեցիք սուրճի իմ հրավերը եւ ես շատ ուրախ եմ, որ այս տոնական օրը դուք եք իմ հյուրը։ Ունեմ լավ հյուր, համեղ սուրճ, համեղ քաղցրավենիք մարաշի, լավ տրամադրություն եւ իսկական տոնի զգացողություն։ Ես էլ շնորհակալ եմ ինձ հրավիրելու եւ հենց այս տոնական օրը, մայրության եւ գեղեցկության օրը ձեր հաղորդաշարի մի փոքր մասնիկը դարձնելու համար։ Կնոջը բնությունից մեծ հնարավորություն է տրված հասնել կյանքի ամենանուրբ շերտերի ճանաչողության, մայր դառնալով։ Ես շնորհավորում եմ այսօր ձեզ, ինձ եւ բոլոր նրանց, ովքեր վերցրել են մայր լինելու մեծ պատասխանատվությունը եւ աղջիկներին, ովքեր անելու են դա մեկ օր, եւ ես կարող եմ ասել, որ արժե կին ծնվել միայն հենց մայր դառնալու համար։ Միանշանակ համամիտ եմ ձեզ հետ, կարծում եմ, որ կյանքում մայրությունից ավելի մեծ բերկրանք, ավելի մեծ պատիվ, ավելի մեծ, ավելի հիասքանչ զգացում չի կարող լինել։ Ինձ համար այս տարի եռակի տոն է, որովհետև եթե մյուս բոլոր տարիներին իմ դուստրերին այս օրը միայն գեղեցկության առումով էի շնորհավորում, այս տարի արդեն նաև մայրությունն է միացել եւ քանի որ իրենք էլ ունեն բալիկներ, ինձ համար էլ ավելի քաղցր է այս տոնը, որովհետև ես իրենց եմ տեսնում որպես ապագա լավագույն մայրերի օրինակներ։ Եվ ինձ նաև մնում է իմ ամենաջերմ բարեմաղթանքները փոխանցել բոլոր մայրերին եւ մասնավորապես հայ մայրերին, որովհետև նրանք իրենց նմանը չունեցող են իմ կարծիքով, ուժեղ են, գեղեցիկ են, կայացած են եւ ի վերջո լավագույն սերունդն են տալիս կյանքին։ Շատ լավ։ Այ ձեր տոն օրերը ինչով են տարբերվում սովորական օրերից։ Տոնի զգացողությունը մի ուրիշ է, չէ՞։ Իհարկե, ես երևի այն երջանիկ մայրերից եմ, չասեմ քիչ կամ շատ երջանիկ, որովհետև ես մեծ հույս ունեմ, որ շատ ու շատ մայրիկներ են իմ կարգավիճակում։ Ես այն երջանիկ մայրիկներից եմ, ում երեխաներին հատկապես հարկավոր չէ որևէ օր իրենց մայրիկին մի գեղեցիկ ծաղկե փունջ նվիրելու, լավ խոսք ասելու։ Ես դա պարբերաբար եմ ստանում իմ ընտանիքում, բայց իհարկե տոնի զգացողությունը այն, որ դու արթնանում ես եւ գիտես, որ այսօր քո օրն է ինչ որ առումով եւ սպասում ես իհարկե ոչ նյութական, այլ ջերմ խոսքի, ջերմ հայացքի եւ նրանք չեն ուշանում, իհարկե դրանից ավելի մեծ զգացողություն, հիանալի զգացողություն չկա։ Տոնը առիթ է, որ այդ օրը սիրող մարդիկ ավելին անեն, չէ՞, միմյանց համար։ Շատ կարևոր է, որ այո տոնական օրերին հատկապես կանայք եւ ոչ միայն կանայք, եթե տոնը վերաբերում է նաեւ այլ առիթների, տվյալ մարդը, մասնագետը, անհատը իրեն գնահատված զգա, բայց ես շատ կուզենամ օրինակ, որ շատ ու շատ ընտանիքներում այդ գնահատված լինելու զգացողությունը հատկապես որևէ տոնի հետ չկապվի։ Այսինքն դա լինի օրակարգում։ Ինձ թվում է այդպես մեր կյանքը շատ ավելի կգեղեցկանա։ Բնության մեջ եւ կյանքում ամենակարևորը ներդաշնակությունն է։ Դուք միշտ կաք եք ներդաշնակության մեջ հարաբերությունների, որպես մարդ, որպես կին, որպես մայր, որպես բանաստեղծ, որպես մանկավարժ։
Այս շարքը հատուկ վերադասավորման կարիք ունի եւ առաջին տեղը ում է պատկանում։ Չի ասի, որովհետև իմ ամենակարևոր սկզբունքն է միշտ ինքս ինձ հետ ներդաշնակ լինելը եւ նույնիսկ հենց այս աֆորիզմների գրքում, որը բերել եմ ձեզ նվիրելու համար, աֆորիզմ ունեմ այդ մասին, որ միշտ ինքս ինձ հետ ներդաշնակ եմ ապրում, թեկուզ կռիվս ընդդեմ համայն աշխարհի լինի։ Այսինքն շատ կարևոր է, որ մարդը առաջին հերթին ինքն իր հետ ներդաշնակ լինի եւ ես հաջողում եմ դա իրականացնել ձեր թելադրած բոլոր այս ասպեկտներում, բոլոր այս կարգավիճակներում, որոնցում ես կամ եւ գոյություն ունեմ։ Եթե ես ինքս իմ դեմ պատերազմեմ, ներսից նկատի ունեմ, իմ կարծիքով որևէ կերպ չեմ հաջողի։ Ոչ մի դերը իմ կյանքի ստանձնելով չեմ հաջողի, ոչ որպես մայր, ոչ որպես բանաստեղծ, ոչ որպես ուսուցիչ, ոչ որպես տատիկ այսօր արդեն։ Այդ մի դերը մոռացել էի։ Կարծում եմ, որ պետք է մարդը ինքն իր հետ շատ ներդաշնակ լինի, ինքն իրեն հասկացած եւ ինքնաբավ։ Ամենակարևոր պայմանները խաղաղ, ներսից խաղաղ կյանք ունենալու համար։ Այսինքն դուք կարողացել եք այդ բոլոր դերերը ձեր մեջ ներդաշնակել եւ իրենք իրար հետ չեն կռվում ու հանգիստ ապրում են ձեր մեջ։ Չեն կռվում, բացարձակ, չէ, բոլորը ապրում են իմ մեջ, ճիշտ է, լինում են այսպես պահեր, օրինակ, որ ինչ որ մի բան ունես անելու, բայց այդ պահին տատիկի պատասխանատվությունն է կանչում, կամ մայրիկի պատասխանատվությունն է կանչում, կամ զավակի պատասխանատվությունն է կանչում, բայց դե հենց ներդաշնակ լինելը ինքդ քեզ հետ կարծում եմ պարտադրում է, որ դու կարողանաս այդ ամենը ճիշտ դասավորել, դասակարգել եւ լինել այն բոլոր տեղերում, որտեղ ինքդ ես ընտրել լինել։ Իսկ դժվար է հասնել այդ ներդաշնակությանը։ Դա մեծ աշխատանք է տարիների։ Կարծում եմ այո, դժվար չէի ասի, այդ բառը մի քիչ ինձ համար չէ, որովհետև ես կարծում եմ, որ մարդ ինչ կուզի, կհաղթահարի եւ կանի։ Սա իմ սկզբունքն է, ինչը որ մարդ ուզում է։ Գիտեք, ես եթե ինչ որ միտեղ ասում եմ չեմ կարող, ես ներքուստ գիտեմ, որ ես դա չեմ ուզում պարզապես։ Դժվար չէի ասի, բայց դա մեծ իմաստություն է պահանջում։ Այո, ներդաշնակելը, այս ամենը կապելը, կապակցելը եւ բոլոր տեղերում քեզ ճիշտ տեղում զգալը, թերիության եւ չկայացած լինելու բարդույթ չունենալը մեծ եւ իմաստուն աշխատանքի արդյունք է։ Դուք զերում եք մանկավարժների տոհմից եւ ես կարծում եմ, որ մանկավարժի ճանապարհը ընտրելը, ավելի ճիշտ առաքելությունը ընտրելը ձեր համար հենց եկել է արմատներից, այդ տոհմից սերերը ձեզ այլընտրանք չի թողել, չէ՞։ Թողել է, ինչու՞ չէ։ Դպրոցի ավարտական այս վերջին տարում առաջին կիսամյակում խորապես ուսումնասիրում էի քիմիա եւ կենսաբանություն բժիշկ դառնալու համար։ Մայրս մի անկատար երազանք ուներ, ինքն էր ուզեցել բժիշկ լինել եւ ապա իմ մեջ էր տեսնում այդ երազանքի իրականացումը, բայց մի քանի ամիս խորապես ուսումնասիրելուց հետո ասեմ, որ շատ լավ եմ սովորել դպրոցում հավասարապես բոլոր առարկաները եւ իմ բոլոր ուսուցիչները անընդհատ վեճի մեջ են եղել, թե Նարինե Ասատրյանը այն ժամանակ հայրական ազգանունով ինչ ուղղությամբ պետք է շարունակի եւ ինչ առարկա պետք է ընտրի իրեն որպես մասնագիտություն, բայց ես հասկացա, որ չեմ ուզում բժիշկ լինել եւ ընդունվեցի մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը, դառնալով մանկավարժ, դառնալով ուսուցիչ։ Ես չեմ փոշմանել դրա համար, ես կարծում եմ, որ դա մեծագույն պատիվ է լինել ուսուցիչ, կրթել սերունդներ, լինել այդ սերունդների ընկերը հավիտյանս հավիտենից, որովհետև իմ կյանքում այդպես է, եւ ունենալ այդ բոլոր երեխաներին, որոնք մի օր երեխաներ էին, իսկ այսօր արդեն չափահաս հասուն մարդիկ, ովքեր իրենց ընտանիքներն ունեն, բայց դեռ մնում են ու այդպես լինելու է քո ամենամտերիմ ընկերները, իմ ամենաճիշտ որոշումներից մեկն է եւ առաքելություն, որ ես պատվով եմ կատարել։ Իսկ դուք երբ եք հասկացել, որ բառը աշխարհի հետ հարաբերվելու ձեր լեզուն է։ Շատ երևի վաղ տարիքից, գիտեք, միշտ սիրել եմ գրել, միշտ սիրել եմ կարդալ։ Ընթերցանությունը ինձ համար ամենահաճելի զբաղմունքներից, հոբիներից մեկն է եղել, գիրք կարդալուց մինչև այսօր ունենում եմ այնպիսի զգացողություններ, բավարարվածության, լիարժեքության, սիրո, որը չեմ կարող համեմատել որևէ այլ գործողություն կատարելու հետ։
Սա միշտ եղել է եւ փոքրուց գրելը սկզբում օրագիր էի պահում, երկար տարիներ ունեցել եմ, որտեղ թղթի հետ կիսել եմ իմ մտքերը եւ բանաստեղծական փորձեր են փոքրիկ եղել, բայց իհարկե շատ ավելի լուրջ սկսել եմ այս ամենին վերաբերվել երևի 2009-10 թվականներից։ Բառը ինձ համար էներգիա է, բառերը երբ իրենց տեղում են, ուրիշ տեսակ են ունենում իրենց մեծ ազդեցությունը մարդու կյանքի վրա։ Այսինքն պետք է գնահատել բառը, որ ինքը միշտ իր ճիշտ տեղում լինի։ Իսկ մանկավարժ լինելը, որքանով է ազդել ձեր լեզվի, մտածողության եւ կերպարների վրա։ Լեզվամտածողության վրա չեմ կարծում, որ ազդել է, որովհետև լեզվամտածողությունը բոլոր դեպքերում գրքի հետ հարաբերվելու արդյունք է եւ նաեւ օտար լեզվի հետ հարաբերվելու արդյունք է, որովհետև դու անկախ քեզանից քո մեջ գրում ես նաեւ այդ օտար երկրի մշակույթը, դառնում ես նրա մի մասը եւ լեզվամտածողության վրա նույնպես դա ազդում է։ Եթե դու օտար լեզուների ես տիրապետում, իհարկե դա նույնպես ազդում է։ Բայց երեխաների հետ անընդհատ աշխատանքը, այսինքն մանկավարժությունը իմ հոգում միշտ պահել է արթուն եւ առողջ մի մանուկ, որը այսօր էլ կա եւ ասեմ ձեզ, նույնիսկ հիմա կդժվարանամ ասել, իմ մեջ ապրող մանուկն է ինձ ստիպել մանկավարժությունը այդքան շատ սիրել, թե մանկավարժությունն է տարել ինձ դեպի այդ առողջ եւ այո, միշտ մաքուր հոգի ունեցող այդ մանկան ներկայությանը իմ մեջ։ Եվ երևի հենց այս կապի եւ նաեւ իմ սեփական երեխաների, իմ իրենց հետ անցած ճանապարհի արդյունքում երևի ես դարձա նաեւ մանկագիր։ Մայրությունը թեմաները փոխեց։ Երևի, որովհետև սկզբում, երբ ես գրականությանը մոտենում էի այսպես զգույշ քայլերով, ես մանուկների համար չէի գրում։ Մանուկների համար սկսել եմ գրել իմ երրորդ դստեր Սոնայից ծնվելուց հետո, շատ բարդ է գրել մանուկների համար, շատ բարդ է։ Ես այնքան եմ ինձ վրա աշխատել, բառերի պարզության, երեխաներին հասանելի մտքերով բանաստեղծությունը շարադրելու եւ կազմելու վրա շատ եմ աշխատել, որ հասնեմ այն բանին, որ այսօր մանուկները կարդան իմ գրքերը եւ ընկալեն, հասկանան, չքննադատեն բարդ բառերի համար։ Սոնան, որ մեծացավ, մտածում էի, ել չեմ գրելու մանուկների համար, նույնիսկ ասել եմ, Սոն, գիտես, երևի դու արդեն մեծացել ես, ես էլ չեմ գրի, բայց հետևից հասան իմ թորնիկները, եւ այսօր էլ իրենց ունեմ իմ մտապատկերում անընդհատ գրելիս մանուկների համար, չգիտեմ, դա մի ուրիշ աշխարհ է, երջանկանում ես ներսից, երբ գեղեցիկ գործ ես ստեղծում բալիկների համար։ Կա որևէ բանաստեղծություն, որը ձեր համար եղել է շրջադարձային։ Այո, կա։ Նախ պիտի համացանցից խոսեմ, որովհետև շատերն են, չէ, քննադատում համացանցի գոյությունը, վարկաբեկում, ասում են, որ ոչ մի լավ բանի չի տանում եւ այլն, իմ կյանքում ինքը շատ լուրջ դերակատարություն է ունեցել, որովհետև եթե չլիներ համացանցը եւ եթե ես այնտեղ չտեղադրեի իմ գործերը, որոնց ես իսկապես լուրջ վերաբերվում էի, գուցե եւ ես երբևէ չհասկանայի, որ ես ունեմ ընթերցող, որ մարդիկ սիրում են իմ կողմից ստեղծված գրականությունը եւ որ հենց այդ ընթերցողները որոշ ժամանակ հետո պետք է ինձ պարտադրեին, որպիսի ծնվեր իմ առաջին գիրքը։ Ինչ վերաբերում է այդ բեկումնային շրջադարձային բանաստեղծությանը, գնում ես, այսպես է կոչվում այդ բանաստեղծությունը, որով ինձ շատ սիրեցին համացանցում։ Հիմա կարող ենք մենք երկու տող կամ մեկ պարբերություն, թե չէ։ Այո, ինչու՞ չէ։ Բանաստեղծությունը գեղեցիկ սկիզբ ունի, գնում ես ու անբարբար մանուկի պես ոչինչ չունեմ քեզ ասելու։ Խոսքը այստեղ անպատասխան սիրո մասին է, շատ գեղեցիկ գործ է, բազմաթիվ անգամներ արդեն դալիճներում մահարտակներից հնչած, եւ կարծում եմ, որ հենց այս գործն էր, որ լուրջ մոտեցման տարավ դեպի Նարինե Ավագյանի գրականությունը։ Գնահատված լինելը կարևոր է, չէ՞, ստեղծագործողի համար։ Կարծում եմ բոլոր ոլորտներում գնահատված լինելը շատ կարևոր է։ Շատ ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր ներդրում են անում որևէ բնակավարում եւ իրենց մոտ դա ստացվում է եւ իրենք կայացած մասնագետներ են, բայց գնահատված չեն։ Ուշանում է գնահատականը։ Այո, ուշանում է։ Մի խոսք էլ սևակից ուշ, բայց ոչ ուշացած երևի, բայց վատը եւ տխուրը այն է, որ այդ մարդը չի զգում այս ամենը իր ապրած տարիների, իր կյանքի ամեն օրվա մեջ, որովհետեւ սա շատ կարեւոր է։ Եվ ես երևի այն քիչ երջանիկներից եմ, ով այո համարում է իրեն գնահատված։
Այո, դուք շռայլորեն վայելել եք այդ գնահատականը։ Ես նաև շատ աշխատում եմ այս ամենի համար։ Ես դնում եմ սեր, հոգի, սիրտ եմ դնում այն բոլոր գործերի մեջ, որոնք ձեռնարկում եմ։ Եվ այս ամենը ընդունում եմ որպես գնահատական իմ արածի, իմ ապրած կյանքի, մարդու մեջ լավը տեսնելը ավելի շատ տեսնողի արժանիքն է, քան այդ լավը ունեցողի։ Այո։ Որովհետև եթե մարդը ինքը ունակ չէ լավը գնահատելու, տեսնելու, դու կարող ես, չգիտեմ, կիսվել մեջտեղից, բայց միևնույն է, իմ բախտը բերել է եւ այդ առումով նույնպես, որ ինձ միշտ հանդիպում են շատ գնահատող ընթերցողներ, աշակերտներ, զավակներ, ես երջանիկ եմ այդ առումով։ Դե հետո մենք միշտ վայելում ենք արդյունքը, մենք չենք տեսնում դրա հետևում երկար անցած ճանապարհը։ Այո, հատկապես իմ տեսակի մարդը, որովհետև ես մարդկանց այն տեսակին եմ պատկանում, ով լավ բաներով սիրում է կիսվել, իսկ տխուրը, վատը տանել ինքնուրույն, ոչ թե պահել, այլ չծանրաբեռնել դիմացինին դրանով։ Ինչ են այսօր սիրում կարդալ երեխաները։ Թեմաներով չեմ առանձնացնի, թեպետ լինում է, որ գրական հանդիպումների ժամանակ հարցնում եմ, օրինակ ինչի մասին կուզեիք բանաստեղծություն լսել եւ այլն։ Բայց հատուկ որ ասեմ թեմաներ առանձնացնեմ սխալ կլինի։ Ես ավելի շատ պիտի ոճը առանձնացնեմ բանաստեղծության։ Երեխաները անկեղծություն են սիրում։ Սիրում են գործեր, որոնց մեջ սեր կա, որոնց մեջ պարզ է բարին պետք է հաղթի, եւ այս ամենից իրենք էլ են խանդավառվում, նույնիսկ ասմունքելիս, կարդալիս, քեզ լսելիս։ Երեխաները կարծում եմ սիրում են անկեղծ գրիչ։ Իսկ ձեր ստեղծագործությունները ստեղծվում են գաղափարից, զգացողություններից, թե պատմություններից։ Երեքից էլ շատ հետաքրքիր հարցեր, զգացողություններից էլ են շատ ծնվում, բայց այդ բանաստեղծությունները, որոնք զգացողություններից են ծնվում, ավելի շատ մասին են, քան համար։ Այսինքն դրանք ոչ թե երեխաների համար են, այլ երեխաների մասին են, այո։ Իսկ պատմություններից եւ թեմաներից ծնված գործերը պետք է այո միտված լինեն կոնկրետ երեխաների ընթերցանությանը, այսինքն պետք է լինեն ընթերցանության համար, որպեսզի հասանելի լինեն եւ երեխաներին ինչ որ մի բարի բան սովորեցնեն, մոտեցնեն լավին, գեղեցիկին։ Ես անկեղծորեն սիրում եմ ձեր ստեղծագործությունները, այնտեղ ես շատ ինձ եմ տեսնում, որովհետև կյանքի հետքը կա եւ շատ էմոցիա կա ձեր ստեղծագործություններում։ Այնց հետաքրքիր է, դրանք ավելի շատ ապրված են, թե դիտարկված։ Ստեղծագործությունները բոլորը ապրված են, բոլորը։ Ուղղակի գրողն այնքան անանձնական մարդ անհատ պետք է լինի։ Չի կարող միայն իր կյանքով ապրել։ Նա պետք է դիմացինի ուրախությամբ ուրախանա եւ տխրությամբ տխրի, բայց բոլոր դեպքերում, եթե անգամ տվյալ ստեղծագործությունը քո կյանքի մասին չէ, բայց միևնույն է ինքը ապրված է, ինչու, որովհետեւ դու մինչեւ քո միջով չանցկացնես այն ամբողջ զգացողությունները, որ ունեցել է այն մարդը, որի օրինակ մի, ասենք, պատմածից դու այնքան ես ոգևորվում, որ դառնում է ինչ-որ ստեղծագործություն, դու միևնույն է ապրում ես այդ բոլոր զգացողությունները։ Հետո նոր ֆիլտրելով քո միջով, քո այրան միջով, գրիչի ծայրից դուրս է գալիս այդ ստեղծագործությունը, բայց դու ապրում ես այդ ամենը։ Չես կարող չապրել։ Դիտարկված գիտեք ոնց է լինում։ Օրինակ 1000-ից մեկ անգամ կարող է ինչ-որ ստեղծագործություն, օրինակ մի 2 տարի առաջ ինձ խնդրել են գրել դպրոցի հիմնի բառերը։ Սա դիտարկված ստեղծագործություն է։ Ես թեպետ հենց այդ պահին ասել եմ, որ երբեք այդպես չեմ ստեղծագործում, բայց եթե ինչ-որ մի բան ստացվի, անպայման կուղարկեմ եւ ինքը ճուշացրեց իրեն։ Շատ գեղեցիկ հիմն ունեցանք Երևանի համար, եթե չեմ սխալվում 118 դպրոցի հիմնի բառերի հեղինակն եմ ես։ Այո։ Բայց դե ամենակարևորը այն ճանապարհն է, որ ստեղծագործությունը բռնում է դեպի ընթերցողի սիրտը, չէ՞։ Այո։ Եւ հենց այդ ճանապարհի մեջ է, չէ՞, ձեր առաքելությունը ստեղծելու այդ ճանապարհը։ Այո, բայց դու գրելիս չես մտածում այդ դրա մասին։ Չէ, դու չես մտածում։ Դու ապրում ես քո կյանքը, քո միջով անցկացնում ես այդ զգացողությունները, դրանք դառնում են ստեղծագործություններ։ Դատարկվում ես, լցվում ես։ Դու դատարկվում ես, դու գիտակցում ես, որ այլևս նա միայն քոնը չէ։ Քո հոգեզավակն է, բայց միայն քոնը չէ, արդեն դու իրեն հանձնել ես ընթերցողին, հանրությանը, հասարակությանը, նույնիսկ թարգմանվում է եւ դառնում է օտարալեզու մշակույթի մի մաս, ռուսերեն, ֆրանսերեն, այ գրքերը կան։ Սեղանին ես տեսնում եմ։ Այո, ինձ մոտ միշտ գրքերը
զուգահեռ եւս մեկ լեզվով են լույս տեսնում մանկական գրքերը, այսպիսով միտում ունեմ հայ գրականությունը նաեւ ներկայացնելու աշխարհին, բայց հետո թե ինքը ինչպիսի ճանապարհով է հասնում ընթերցողին, իհարկե շատ հաճելի է։ Գիտեք, մի հետաքրքիր դիտարկում ունեմ, որ երբ բանաստեղծությունը գրում ավարտում եմ, ես արդեն գիտեմ ինքը որքանով է սիրվելու։ Շատ հետաքրքիր զգացողություն է։ Ինչ հետաքրքիր։ Շատ, ասենք կա գործ, որ գրում ես ու այդ պահին գիտես, որ ինքը հանրահայտ է լինելու։ Կա գործ, որ գրում ես ու մտածում ես, տեսնես կհասկանան ինչ եմ ուզեցել այստեղ ասել, որովհետև մանավանդ ես ու մանավանդ մեծերի պոեզիան մի փոքր տողատակերով է ինձ մոտ շատ, մի տողը կարող է գրված է 10 տողը այսպես ամբարված, նորից մի տող գրված եւ ավելի շատ թողնում եմ ընթերցողի հասկանալուն, ավելի շատ թողնում եմ, որ ինքը մտածի, գուցե հետ կթողնի եւ մտածի։ Ինքը լրիվ այլ ուղղությամբ, օրինակ անցած օրը դպրոցում հանդիպման էի 12-րդցիների հետ եւ իմ մի բանաստեղծություն բոլորովին այլ տեսակետից մեկնաբանեցին, ես ինքնաբացահայտվեցի։ Ձեզ էլ է հետաքրքիր, թե ինչ հետք է թողնում ընթերցողի սրտում։ Իհարկե, շատ հետաքրքիր։ 2012 թվականին լույս տեսավ ձեր առաջին գիրքը եւ արդեն 14 տարվա մեջ դուք 18 գրքի հեղինակ եք։ Այո, 18 հեղինակային ժողովածուների եւ 500-ից ավելի ամսագրերի, լրագրերի եւ տարբեր անթոլոգիաների համահեղինակ։ Այսինքն շատ տպագրված, այո, եւ Հայաստանում, եւ Սփյուռքում հայալեզու, ինչպես նաեւ օտար լեզուներով տարբեր երկրներում, տարբեր ամսագրերում եւ տարեգրքերում նույնպես։ Եվ ունեք ավանդույթ ամեն տարի ձեր ծննդյան օրը եւ հունիսի 1-ին լույս են տեսնում գրքեր։ Տարիներ շարունակ իմ ծննդյան օրը փորձում եմ մեծերի համար պոեզիայի գիրքը ստեղծել եւ որպեսզի ինձ հետ լույս աշխարհ գա։ Հունիսի 1-ին ստեղծվում է մանկական իմ ժողովածուների զույգը, այսպես ասած, հայալեզու եւ մեկ այլ լեզվով ֆրանսերեն, ռուսերեն, հիմա միտում ունեմ հաջորդը անգլերեն թարգմանելու, բայց այս տարի սկիզբ է դրվել եւս մեկ ավանդույթի։ Ես ձեռնամուխ եմ եղել մանկական անթոլոգիայի ստեղծման համահեղինակներով, որոնցից մեկը ես եմ, ինձ հետ եւս 5 հեղինակներ եմ ընդգրկել այդ գրքում, կազմել եմ գիրքը ես եւ հրաշալի գիրք է ստացվել, որը այս 2 օրը տպարանից արդեն կգատուն եւ քանի որ համընկավ այս գրքի ծնունդը ապրիլի սկիզբ ամեն տարի, ինչպես գիտեք, մանկապատանեկան գրականության շաբաթն է, ես սա եմ ուզում դարձնել ինձ համար ավանդույթ եւ ամեն տարի ապրիլի առաջին շաբաթը մեկ մանկական անթոլոգիա լույս ընծայել, այսպես նկարազարդ, բովանդակալից եւ գրագետ գիրք, նվիրելով այն մեր մանուկներին։ Քիչ չեն նաեւ ձեր խոսքերով գրված մանկական երգերը, որքան գիտեմ արդեն 50-ն են։ Այո, արդեն 50-ից ավելի են անգամ։ 2026-ին ինչ եք հասցրել անել եւ ոչ հեռավոր 2025-ը պիտի որ բեղուն եղած լինի, ինչպես միշտ։ Այո, գրական ընթացքից չեմ դժգոհում, ամեն բան կարգին է իր հունով, երբեմն նույնիսկ ծայրաստիճան վերթևումներով, որովհետև այնպիսի մրցանակներ են լինում, այնպիսի գնահատանք է լինում, որ շատ պարտավորեցնող է, որ դու շարունակես նաև նույն տեմպով եւ գիտակցես, որ իրավունք չունես նահանջի։ 50-ից ավելի մանկական երգեր կան, շատ տաղանդավոր երգահանների կողմից գրված երաժշտություններով, որոնք նույնպես միտում ունեմ վերածելու երգարանների, երևի թե մոտ 3 երգարան կլինի կառանձնացնեմ, որպեսզի շատ բարդ այսպես հաստ գիրք չլինի, որ երեխաներին, ուսուցիչներին դժվար չլինի, բայց ասեմ, որ շատ սիրված են այդ երգերի մեծամասնությունը արդեն, ինչպես նաև իրենք տեղ են գտնում այդ երգահանների կողմից հրատարակված երգարաններում, որոնք նույնիսկ մեր կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից լիցենզավորված են որպես ուսումնաօժանդակ ձեռնարկներ եւ կրթության ոլորտում կարելի է օգտագործել այդ երգերը։ Այնպես որ այո, սա նույնպես մեր պլաններից է ապագայում կայանալիք նոր գրքերի հրատարակության հետ կապված։ Բացի այս մանկական համահեղինակային անթոլոգիայից նաև շուտով տպարանից տուն կգա իմ 19-րդ գիրքը, որը կոչվում է Հայրենիք իմ վեհ, եւ այս ժողովածուում բոլոր մանկական գործերը բացառապես հայրենիքին նվիրված գործեր են, այսպես եմ կազմել այս գիրքը։ Դե ես ձեզ հաջողություններ եմ մաղթում, դուք այնքան շատ եք աշխատում, այնքան շատ են իրար հետևից լինում վառ
իրադարձությունները, որ ես մեկ-մեկ մտածում եմ, թե այդ ամենի արանքում երբեք հասցնում ստեղծագործել։ Ստեղծագործելու համար պատկերացրեք, որ ժամանակը ավելի շատ գիշերային կամ վաղ առավոտյան այդ շաղավոտ կոչված այդ ընթացքում եմ ես ստեղծագործում, շատ եմ սիրում, ու մեկ էլ մի բան եմ մտածում, որ մարդ ինչքան շատ զբաղված է լինում, այնքան իր օրը ճկվում է, հարմարվում է իրեն եւ ինքը հասցնում է։ Կարևորը ներսի ցանկությունն է, որ դու ուզենաս այս գործը գլուխ բերել, իրականացնել։ Ինչ սիրուն են գրքերը։ Այո, գունագեղ են, շատ սիրուն են, սրանք վերջիններն են, չէ՞, որ ես չեմ տեսել։ Մեր նախորդ զրույցից հետո մենք ունեցել ենք պաուզա։ Այո, մինչ այսօր լույս տեսած վերջին, այսինքն 2024 եւ 25 թվականի հունիս 1-յան գրքերն են։ Օգտվեմ առիթից ու իմ սիրելի Նաիրա Ահարոնյանին եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեմ, որովհետեւ մենք համատեղ ենք աշխատում գրքերի վրա։ Ես ուղարկում եմ բանաստեղծությունները, Նաիրան կարող է շատ զբաղված լինել այդ րոպեին, ուրիշ աշխատանքներով եւ ինձ տալ որևէ ժամկետ, որ գիտես մի ամսում կամ ամիս ու կես հետո կամ մի 20 օր հետո կուղարկեմ, ասում եմ խնդիր չէ, երբ կնկարես, ու մեկ էլ մի շաբաթ չի անցնում, նկարած բոլոր նկարները եւ ինքն էլ է խոստովանում, որ մեր համագործակցությունը հաճելիորեն արագ եւ ճիշտ է ստացվում։ Ինչպես նաև գրքերի առաջաբանների հեղինակ եւ նաև խմբագիր Անի Փաշայանին։ Այն նրանք այն երկու մարդիկ են, ում հետ ստեղծվում են այս գրքերը։ Այս հրաշքները, որոնք շատ լավն են, իսկական մանկության աշխարհի համար են իրենք ստեղծված։ Այո, իսկապես հրաշալի գրքեր են։ Կարող եք մեկ բանաստեղծություն կարդալ։ Ինչու՞ չէ, մեծ սիրով, եթե թույլ կտաք, ես կկարդամ, քանի որ այսօր նաև մայրիկների տոնն է, հա։ Եկեք ընտրեմ մայրիկներին նվիրված մեկ բանաստեղծություն։ Օրն անցել է, շատ եմ հոգնել։ Մայրիկիս եմ այսօր օգնել։ Բակը մաքրել, հատակն ավլել, փոշին սրբել, լվացքն արել։ Հասկացել եմ բարդ է որքան։ Երբ մայրիկ ես, հոգսեր շատ կան։ Թեկուս գործեր շատ ունենամ, որոշել եմ հենց մեծանամ, ինչ է լինի պիտ անպայման, մայրիկիս պես մայրիկ դառնամ։ Բա ինչ լավն է։ Այս գործի մեջ հենց դրված է սկզբունքային այն շեշտը, որով մենք սկսեցինք մեր հաղորդումը, որ մայր լինելուց ավելի վեհ առաքելություն եւ ավելի կարեւոր գործ այս աշխարհում չկա։ Իսկ մայրությունը ձեզ ինչ է սովորեցրել, որ որևէ դպրոցում չեք սովորի։ Միակ բանը, որը հենց մայր լինելուց հետո ես հասկանում, մյուս բոլոր զգացողությունները գուցե ուժգնանում են, ավելի շեշտադրվում են, բայց հենց այն, ինչ դու մայր լինելուց հետո ես զգում, ամենակարող լինելու զգացողությունն է, որովհետև սովորաբար այդպես չէ, որ ես ամենակարող եմ։ Շատ բաներ կարող է ես չեմ կարող անել այս կյանքում, բայց երբ խոսքը վերաբերում է զավակին, կարծում եմ, որ մայրը դառնում է ամենակարող, ինչ որ մեկից պաշտպանելու այս պահից սկսած, մինչև ցանկացած ոլորտում քո օգնությունը առաջարկելու հարցում, ամենակարող լինելը։ Մոր սերը նույն ծավալով վերադարձնելը միշտ բոլորիս մոտ մնում է մեծ ցանկություն։ Դա ունի միայն մեկ ճանապարհ՝ դառնալ նույնպիսի մայր մեկ ուրիշի համար։ Ձեր 3 գեղեցկուհիներից 2-ը արդեն վայելում են մայրության մեծ պատասխանատվությունը, եւ սա ճխտայական ռեակցիան է։ Այնց հետաքրքիր է, իրենք ինչ մոդելի մայրեր են եւ դուք ձեզնից ինչ եք տեսնում, մայր տեսակից իրենց մեջ։ Նախ ուզում եմ, քանի որ խոսքը այստեղ եկավ, նաեւ շնորհավորել անհատապես իմ մայրիկի մայրության եւ գեղեցկության տոնը, ինձ շրջապատող, ինձ շատ սիրելի կանանց մայրության եւ գեղեցկության տոնը, այդ թվում նաեւ ամուսնուս մայրիկի եւ մյուս բոլորի, իմ մայրը որպես մայր այնպիսի բարձր նշաձող է սահմանել, որ ես ուղղակի իրավունք չունեի, նաեւ մի քիչ էլ ծիծաղելով երեխեք ասում են մամ դու գերազանցիկի սինդրոմով ես ապրում, այսինքն անընդհատ ամենտեղ պետք է եթե չգերազանցես, ապա չզիջես։ Ես փորձեցի իմ բալիկների համար լինել լավ մայրիկ եւ կարծում եմ ստացվեց եւ այսօր էլ այնքան հետաքրքիր է որ դուստրերիս տուն եմ գնում արդեն առանձնացված կամ ասենք ամուսինս այցելում է եւ մեկ էլ կարող է այսպես ասի որ վայ մամայի լվացքի պես է վայ մամայի երեխաները դրանից իրենց լավ են զգում իրենք դա համարում են իրենց հաճոյախոսություն իսկ դա ինչ է նշանակում նշանակում է որ այո իրենք ձգտում են լինել այնպիսի մայրիկ ինչպիսին ես եմ բայց ես վստահեցնում եմ ձեզ
ինձ, որ իրենք նույնիսկ էլ ավելին կլինեն։ Այսինքն շղթան գործում։ Այո, իրենք շատ գրագետ, ընթերցմամբ, ամեն ձևով, այսպես չեք պատկերացնում, ես երբեմն այնքան շատ բան եմ նույնիսկ իրենցից սովորում։ Հիմա տատիկի դերում լինելով, բալիկը պետք է մնա ինձ մոտ, ես երեխաները խոսում են, աղջիկներս, ու ես հասկանում եմ ինչքան են տեղեկացված, ինչը կարելի է ինչի հետ, օրվա մեջ այս մսատեսակի հետ ուրիշ ինչ կարելի է։ Մի խոսքով ամեն բան անում են իրենց երեխաների համար երջանիկ, բարեկեցիկ կյանք ստեղծելու, ամենակարևորը առողջ կյանք ստեղծելու համար։ Երես տվող տատիկ եք։ Դժվար հարց է, մի քիչ, կարծում եմ, որ շատ աչքերս չեմ կարողանա փակեմ սխալների վրա։ Օրինակ, այդ բալիկների մոտ կա, չէ, բոլորի մոտ ինչ որ կոնկրետ տարիքի դարակները հետաքրքիր է, որպեսզի կասեի, որ չէ, որովհետև չեմ ասում, հա, լավ, թող բացի նայի մեջը ինչ կա, ասում եմ, չի կարելի, բացատրում եմ, ձեռքից բռնում եմ, տանում եմ կողքի, զբաղեցնում եմ այլ բանով, այսինքն մանկավարժորեն, գիտակից, բայց այդ չի կարելիների շարքը պահում եմ, ինձ թվում է, որ չէ, այնքան էլ երես տվող չեմ։ Սիրելու առումով շատ երես տվող եմ, անչափ եմ սիրում եւ ցույց եմ տալիս այդ ամբողջ սերը։ Բայց եթե ինչ-որ մի բանը ի դժբախտություն բալիկի պետք է լինի, որ հետագայում ավելի դժվար սովորեցնես, որ այդ բանը ճիշտ չէ անելը, ինչի համար երեխային սթրեսի ենթարկել։ Մի շրջանի մասին եմ ուզում խոսենք ձեր կյանքի։ Կյանքում լինում են փուլեր, որոնք հետո վերաիմաստավորում են մեր ամբողջ կյանքը։ Դուք բավականին բարդ փուլ անցաք վերջին տարիներին, եւ ես կարծում եմ, որ արժեքներ փոխվեցին, մոտեցումներ փոխվեցին, առաջնահերթություններ փոխվեցին, թե չէ։ Պիտի երևի տարօրինակ հնչի իմ պատասխանը, արժեքներ չեն փոխվել, մարդկային հարաբերություններ չեն փոխվել։ Ես այդ ընթացքում ես հասկանում եմ, դուք խոսում եք եւ ինչ չէ, հեռուստադիտողից էլ չթաքցնենք, որ հասկանալի լինի, բարդ հիվանդության մասին, որը ես հաղթահարել եմ։ Ես շատ ուրախ էի այդ ընթացքում, երբ գիտակցում էի, որ եթե նույնիսկ այսօր կյանքս ընդհատվի, ես իմ կյանքում իմ արած գրեթե ոչ մի բանի համար չեմ փոշմանում, ոչ մեկին չեմ նեղացրել, չունեմ մարդ ումից այդ ծայրահեղական պահին կուզենայի ներողություն խնդրել, շատ կարևոր է դա, չկար այնպիսի զգացողություն, որ այս բանը, եթե իմանայի, որ այսպես կլինի, մի քիչ ուրիշ կանեի։ Ես միշտ օրով ապրող մարդ եմ եղել եւ նույնիսկ COVID-ի տարիներին, երբ հենց անձամբ ինձ չէր, այլ համաճարակ էր եւ բոլորին վտանգ էր սպառնում, բոլորիս մտքով էլ անցավ, չէ, որ կարող է սա մեր վերջին օրերն են։ Ես այնքան ուրախ էի, որ հետ էի նայում, ասում էի, եթե նույնիսկ նորից սկսելու լինեի, էլի այսպես էի ապրելու իմ կյանքը։ Ինձ համար շատ բարդ նույնիսկ ժամանակահատվածներում իմ կյանքի բոլորս էլ ունենում ենք բարդություններ, պարզ է, ես ամեն ինչ արել եմ իմ երեխաների երջանկության համար։ Ոչ մի բան իրենցից չեմ կտրել, որ ինչ-որ մի ուրիշ բան իրենց հաշվին լինի։ Եվ հասկանում եք, այդ ամենը ինձ այնպիսի ինքնաբավության զգացողության մեջ է միշտ պահում։ Ձեր ասածը ճիշտ է, ճշմարիտ է այնքանով, որ այդ պահին դու վերաիմաստավորում ես արդեն ոչ թե քո ապրած օրը, ամիսը, այլ ակնթարթը։ Ես ավելի նեղացա այդ առումով։ Եթե առաջ օրն էի վայելում, հիմա ես ակնթարթներն եմ անգամ վայելում, հասկանալով, որ բոլորս էլ մահկանացուներ ենք, բախվեցի դրան։ Հաճախ իմ կյանքում ունեցել եմ այս զգացողությունը, որ մահը բացարձակ ինձ չի վերաբերում։ Բոլորին վերաբերում է բացի ինձանից, չգիտեմ ինչու, այդպես եմ զգացել դեռ փոքր պատանեկության տարիներին եւ այլն, բախվեցի, այո, ինձ չեմ կորցրել, ավագ դստերս կանչել եմ, ցույց եմ տվել բոլոր թղթապանակները չտպագրված գրքերի, որտեղ են, ինչպես է, իհարկե իր կողմից ինչ որ դժվարություն եւ դժկամություն առաջացավ ինձ լսելու, բայց ես իրեն բացատրեցի, որ եթե նույնիսկ ես հիմա լինեի աշխարհի ամենաառողջ մարդը, միևնույն է, ես գտնում եմ, որ մեկը պետք է լինի, ով իմանա, թե դու ինչ ես ուզում, որ քեզանից հետո լինի։ Եվ նա շատ առողջ ընկալեց այդ ամենը, լսեց ինձ։ Առաջին օրերին, երբ պարզվել է հիվանդության առկայությունը, ծայրահեղ ծանր իրավիճակում եմ եղել, եւ այս իրավիճակում եւս մեկ անգամ, որովհետեւ դա միշտ է ինձ մոտ եղել, բայց եւս մեկ անգամ արժևորեցի իմ ընտանիքը, թե ինչպիսին է նա, որքան լավն է նա, եւ որքան երջանիկ եմ ես, որ ինձ բախտ է վիճակվել լինել այդ
կնոջ դուստրը, որը կամ այն ամուսնուկինը, որը կամ այն զավակների մայրը, որը կամ, որովհետև իրենք ինձ օգնեցին բոլորը, եւ աշակերտները, եւ ընթերցողները, բոլորը, ես բոլորից կարող եմ կես նախադասություն ստանայի, բայց որպես օրհնանք էի ընդունում այդ ամենը։ Եվ գիտեք, ի վերջո այդ էներգիան չի կարող կորչել։ Եթե դու տալիս ես, եթե դու սիրում ես, այդ սերը միտեղ կա եւ ինքը քեզ վերադառնում է կոնկրետ պահի։ Ես ձեզ հիմա շատ լավ եմ հասկանում, որովհետև ես էլ եմ համարյա նույն շրջանում անցել նույն ճանապարհը։ Շատ լավ հասկանում եմ։ Ելքերի համար շատ ուրախ եմ։ Իմ պարագայում սերն է վերաձևակերպվել։ Հետաքրքիր է։ Ամեն լավ բանի հիմքում միշտ պատկերացրել եմ սերը եւ բարությունը։ Առանց սիրո որևէ գործի անգամ մարդը չպետք է ձեռնամուխ լինի։ Էլ չեմ խոսում երեխա ստեղծելու մասին, չեմ խոսում ընտանիք ստեղծելու մասին, չեմ խոսում ընդհանրապես որևէ լուրջ գործի ձեռնամուխ լինելու մասին։ Սերը ամեն բանի, ամեն լավ բանի հիմքում է, եւ հենց այդ սերը ինձ օգնեց, իմ ձեռքերը բռնեց, այսպես, եւ ինձ դուրս բերեց այս իրավիճակից։ Իդեպ պիտի անպայման նշեմ, որ ես այս հիվանդությունը հետպատերազմյան շրջանում եմ ձեռք բերել եւ ես նույնիսկ շատ լավ գիտեմ նրա պատճառը։ Հիմա այս ամենից հետո դուք ինչն եք ավելի գիտակցված ուզում փոխանցել ձեր զավակներին։ Կարծում եմ, որ ես արդեն փոխանցել եմ։ Ես կարծում եմ, որ իրենց մեջ դա գենետիկ կոդով է դրված, որովհետև ոչ միայն իմ կողմից է, այլ նաև ամուսնուս։ Մենք մարդիկ ենք, ովքեր իրենց ողջ բջիջներով նվիրված են այն միությանը, որը մենք ստեղծել ենք։ Մեր երեխաները կարծում եմ, որ այդպես եւ նույնիսկ մի քիչ էլ ավելի շատ նվիրված են այն միություններին, որոնք իրենք են ստեղծել։ Մեծագույն սիրով են կատարում իրենց աշխատանքը, շատ ազնիվ են, որը ինձ համար կարևորագույն հատկանիշ է մարդկային, անկեղծ են իրենց բոլոր դրսևորումներով եւ ելի անդրադառնամ սիրուն, որ իրենց մեջ այնքան շատ կա այս երևույթը։ Ես միշտ ասել եմ, որ ծնողական սերը, դուք էլ շեշտեցիք ձեր խոսքում, որ այն սերն է, որը 100%-ով չի վերադարձում, որովհետև հենց դու դառնում ես ծնող, ինչքան էլ քո ծնողին սիրում ես, առաջին հորիզոնականում լինում է երեխան, նույնիսկ ոչ միայն քեզ համար, հենց քո ծնողի համար էլ է այդպես լինում, քո երեխան դառնում է առաջնային, ամեն ինչից վեր։ Տեսնելով իմ երեխաներին արդեն որպես մայր, ես չեմ զգում, որ որևէ չնչին տոկոսով անգամ պակասել է այն ուշադրությունն ու սերը, որ իրենք տածել են միշտ իմ եւ իրենց հայրիկի նկատմամբ։ Այնպես որ կարծում եմ, որ շատ կարևոր է այս սիրո գոյությունը եւ կարծում եմ, որ հենց նա պետք է փրկի աշխարհը, պետք է տանի խաղաղության, որը մեր այսօրվա շատ ցավալի թեմաներից մեկն է։ Առաջ մարդիկ սովորություն են ունեցել իրար բարեմաղթանքներ ասելիս առաջին տեղում դնել առողջությունը։ Ես այսօր խաղաղությունը բերել եմ դրանից էլ առաջ, որովհետև ես ուղղակի հրաժարվում եմ հասկանալ, ինչպես կարելի է պարզապես վերցնել ու ռմբակոծել, ասենք, քաղաքներ։ Սա մեզ համար կարծում եմ, որ խնդիր է մարդկության համար, ամբողջ մարդկության։ Բայց ամեն դեպքում պատասխանը ամեն ինչի իհարկե սերն է, էլի։ Այո, իդեպ այս գրքում ունեմ նաև մի գործ, որը կոչվում է նկար խաղաղության, եւ ես շատ սիրում եմ այդ գործը, եւ շատ կուզենամ, որ բոլոր բալիկները այս խաղաղության նկարը ունենան իրենց եւ հոգիներում եւ իրենց աչքերի առաջ։ Ես մատիտ եմ վերցրել եւ արև եմ նկարել։ Կապույտ երկինք, կանաչ բակ, թոնիր լավաշ հացով տակ, հետո ծառ եմ նկարել, վրան կանաչ դալարիկ, զմրուղտ դաշտ եմ նկարել, դաշտում արև ու ծաղիկ, ես մի տուն եմ նկարել, տան մեջ անուշ մի մայրիկ, կողքին ինձ եմ նկարել ու սիրասուն հայրենիք։ Ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այս գեղեցիկ օրվա համար,
ձեր շքեղ ներկայության համար, տոկ, ջերմ, հետաքրքիր, անկեղծ զրույցի համար եւ հրաժեշտին Մարաշիի այս շքեղ տուփն եմ ձեզ հանձնում, ձեր 3 գեղեցկուհիների եւ ամուսնու հետ կբայելեք տանը։ Շատ շնորհակալ եմ նվերի համար, անպայման ես ծանոթ եմ, օգտվում եմ Մարաշից եւ այսօր եւս մեկ անգամ առիթ եղավ վայելելու այս քաղցրությունները եւ քանի որ ես էլ դատարկաձեռն չեմ եկել ձեր հաղորդաշարին, ուզում եմ իմ այս բոլոր գրքերը, որոնք բերել եմ նվիրել ձեզ սիրելի Նաիրա։ Ոչ հաճելի է, ինչ հաճելի է։ Հուսամ, որ ձեր շրջապատում եղած բալիկներից անպայման կընթերցեն գրքերը եւ իրենց տպավորություններով կկիսվեն։ Իսկ աֆորիզմների գիրքը թող դառնա ձեր սեղանի Այո, իմ սեղանի գիրքը հաստատ կդառնա։ Շատ մարդիկ են ասում, որ այս գիրքը ձեռք բերելուց հետո իրենց ննջասենյակում իրենց սեղանիկի գիրքն է եւ իրենք անընդհատ քնելուց առաջ ընթերցում են այս աֆորիզմները։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ։ Շատ շնորհակալություն եւ իհարկե երեկոյի ամենավերջին հարցը։ Աշխարհի չափին մի ասույթ ասում է օրհնվի ծնունդդ սեր։ Սերն է սրել առաջին բանաստեղծի մատիտը։ Մենք այս երեկոյի ընթացքում խոսեցինք ամեն ինչի մասին, բայց մեծ հաշվով մենք խոսում էինք սիրո մասին։ Այո։ Հիմա սերը կփրկի աշխարհը, թե գեղեցկությունը, թե երկուսը միասին։ Սերը, առանց սիրո գեղեցիկ ոչինչ չկա։ Գեղեցկությունը չեմ կարող սիրուց առանձնացնել։ Իսկ եթե սերը ներկա է, ամեն բան գեղեցիկ է։ Ալիսա Կիրակոսյանով ավարտենք գուցե իմ ամենասիրելի տողերից սերը գոյության հանճարն է միակ։ Սիրո հակառակն ամենևին էլ չսիրելը չէ։ Մահն է պարզապես։ Սիրահարները անմահությունն են վերանորոգում։